Մեր Տերը Հիսուս Քրիստոս երբ իմացավ, որ իրեն թագավոր են ուզում դարձնել, թողեց նրանց, գնաց լեռը բարձրացավ։ Ինչ դեպքի, ինչ իրադարձությունից հետո փորձեցին Քրիստոսին թագավոր դարձնել։ Մինչ այս Հովանու ավետարանում խոսում է այն մասին, որ Տերը հացը եւ գինին բազմացրեց եւ կերակրեց շատ մարդկանց, հազարավոր մարդկանց։ Եվ ժողովուրդը երբ տեսավ, որ Քրիստոս ձրիաբար իրենց հաց է տալիս, անմիջապես որոշեցին եւ ուզեցին, որ Քրիստոս պետք է թագավոր լինի։ Ինչու են ուզում թագավոր լինի, որպեսզի միշտ իրենց ձրի կերակրի։ Բայց ձրի կերակրվելու հրաման չունի մարդկային ազգը, որտեվ Ադամի դրախտից վտարվելուց հետո Աստված ասաց քո երես քրտինքով հացդ կուտես։ Միայն Ադամը կարող էր, կարելի ասել, ձրի կերակրվել դրախտում, որտեղ Աստված երբ որ ծառերը, տունկերը հաստատեց դրախտում, ասաց կարող ես ուտել բոլոր պտուղներից, բացի արգելված պտղից, բայց անգամ Ադամն էլ դրախտում պետք է մշակեր ու պահպաներ դրախտը։ Ոչ թե որ աշխատեր, որ հաց ուտեր, այլ ուղղակի պարապ չմնար, անգործ չլիներ։ Եվ անգործ մնալու պարագային լսեցին օձին, խաբվեցին։ Ուստի անգործ լինելը պարապությունը մարդուն տանում է մեղքի։ Եվ Տերը չուզեց թագավորել։ Ինչու չուզեց թագավորել, փախավ թագավորությունից, որպեսզի մեզ էլ օրինակ տա, որ մենք էլ մարդկային փառքից փախչենք, չուզենանք մարդկանցից, չձգտենք մարդկանցից փառավորվել, որտեղ մարդկային փառքը անցավոր է, ժամանակավոր է, իսկ աստվածային փառքը միակ փառքը, որ Աստծուց է գալիս երկնքից, հավիտենական է ու անանց է։ Եվ Տերը ոչ միայն չուզեց թագավոր դառնալ, երբ իմացա, որ իրեն պետք է գան թագավոր դարձնեն, հեռվից արդեն իմանալով, թողեց ու բարձրացավ լեռը աղոթքի։ Սա էլ խորհուրդ ունի իր մեջ։ Տերը մեզ սովորեցնում է, որ մինչև փորձությունը գալը մենք պետք է ճանաչենք փորձությունը, փախչենք, քանի դեռ չի եկել փորձությունը։ Զգանք, այսինքն Քրիստոսի չէ ստեղ ուզում մեզ ասել, որ ներքին խորը հոգևոր գիտակցություն ունենք։ Ոչ թե ընկնենք մեղքի մեջ նոր մի կերպ թավալվելով, դժվարությամբ, նեղությամբ դուրս գանք մեղքից, այլ հոգևոր մտավոր խորը գիտակցություն ունենանք, տեսնենք մեղքը հեռվից, բայց դա երբ կլինի, երբ որ մենք մտքով աղոթքի մեջ լինենք, արթուն լինենք։ Տեսեք ինչպես երբ պատերազմում են, ոչ միայն սահմանագիծ են դնում, դիրքեր են դնում, որպեսզի թշնամուն տեսնեն մուտք գործելիս, այլ նաև հետախույզներ են ուղարկում։ Հետախույզները քննում են ամեն ինչ, թշնամու թիկունքում անգամ կատարվող իրադարձությունները, զորքերի շարժը, հետախուզությունը տեղեկացնում է։ Եվ ամեն ինչի մասին տեղեկություն են իմանում, եթե ինչ-որ պատերազմ պետք է լինի, արդեն նախօրոք հետախուզությունը տեղեկացնում է և պատրաստվում են պատերազմի։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է մեր մտքում մաքրություն տիրի, խաղաղություն պետք է տիրի, դիրքային պայքար պետք է մղենք մտքում, թույլ չտանք մեր մտավոր դաշտը թշնամին գրավի, որտեղ մեր մտավոր դաշտը դա մեր դիրքերն են, առաջնագիծն է, մենք պետք է առաջնագիծը հստակ պահենք։ Եվ անգամ պետք է հետախույզներ ուղարկենք, որպեսզի թշնամու ամբողջ գործողությունը, զորքերի տեղաշարժը քննենք, ստուգենք, տեսնենք ինչ է կատարվում, ինչ է ուզում մեզանից։ Այսինքն մենք պետք է ջերմերանգ աղոթքի մեջ լինենք, մտքով մաքուր լինենք, որպեսզի ամեն տեսակի տեղաշարժ նկատենք, երբ որ մեր միտքը մաքուր է,
երբ որ մեր միտքը աղոթքի մեջ է, մենք օտար մտքերը ճանաչում ենք, նրանց մուտքը տեսնում ենք, բայց եթե մեր միտքը մաքուր չէ, մեր պղտորվել է մեր միտքը, դա նշանակում է, որ թշնամին ներթափանցել է մեր սահման, այսինքն մտել է մեր դիրքերը, ոչ թե թիկունք, այլ դիրքերը, միտքը դա դիրքերն են, և ուզում է կամաց դիրքերը գրավել, դիրքերը հիմնականում բարձունքների վրա են լինում, և եթե դիրքերը գրավում են, թիկունք ներթափանցելը շատ ավելի հեշտ է լինում, ճիշտ այդպես է, մեր միտքը բարձր տեղում է, և մեր դիրքերը, դիրքապահ զինվորները, այսինքն մեր խորհուրդները, մեր մտքերը բարձր վայրում են գտնվում։ Եթե մենք պահում ենք մեր դիրքերը, հստակ ենք պահում սահմանը, թշնամին չի կարողանում ներթափանցել մեր մեջ, այսինքն չի կարողանում մտնել մեր սիրտ, որտեղ մտքից է սիրտ մուտքը գործվում, և չի կարող մեզ գրավել, բայց եթե մենք մեր մտքի բոլոր դիրքերը հանձնում ենք, այսինքն մեր մտքում որևէ դիրքապահ չի լինում, աղոթքի ժամեր չեն լինում, մտքի պարզության, մաքրության պահեր չեն լինում, այլ ընդհանրապես խավար ու մութ է մեր մտքում, այսինքն մենք մեր առաջնագիծը չենք տեսնում թշնամին որտեղ է, որտեղից պետք է մուտք գործի, ուր պետք է մտնի, այս պահին ուր է հասել, սիրտը բաց է, թիկունքը արդեն վտանգված է, եթե առաջնագիծը կորցրել ենք մենք ուղղակի, ուրեմն արագ ներթափանցում է թիկունք, այսինքն մտնում է մեր սիրտ, երբ որ մեր սիրտ մտավ, այնտեղ ավերածություն է գործում, չար խորհուրդներ, չար զգացմունքներ, չար ցանկություններ ծնվում են մեր սրտում, այս պատճառով է մեր Տերը, երբ իմանում է, որ իրեն պետք է գան թագավոր դարձնեն, թողնում է փախչում է լեռը, ինչու է լեռը գնում, որտեղ լեռան վրա են դիրքերը, գնում է դիրքը ամրացնի, այսինքն հետախուզությունը իրեն տեղեկացրել է, որ շարժ է նկատվում զորքերի վերևում, դիրքերի վրա դիվերսիա պետք է լինի, և գնում է, բարձրանում է լեռը, այնտեղ դիրքերը ամրացնելու, որտեղ եթե դու քո առաջնագիծը, քո սահմանը ամուր չես պահում, թիկունքն էլ ամուր չի լինի, թիկունքը պետք է օգնի սահմանագծի կանգնածներին, ինչպես է օգնում թիկունքը սահմանագծի կանգնածներին, իր ջերմեռանդությամբ, թիկունքը դա սիրտն է, սահմանագիծը դա միտքն է, սիրտը իր ջերմեռանդությամբ, իր սիրով ուժ է տալիս սահմանի կանգնած զինվորներին, ասում եմ մի վախեցեք, ձեր թիկունքին կանգնած ենք, այսինքն սահմանում կանգնած աղոթքը, մտավոր աղոթքը ջերմություն է ստանում սրտից, ուժ է ստանում ու ցանկություն է, փափագ է ստանում սրտից, և այդպես միմյանց հետ համագործակցելով սիրտն ու միտքը պահում են սիրտը թիկունքը, միտքը առաջնագիծը, և ապահով է մեր երկիրը, այսինքն մեր ներաշխարհը ապահով է, սահմանագծին աղոթք է միշտ անդադար, հետախուզությունը հստակ գործում է, որևէ շարժ թշնամու նկատելիս ահազանգ է անում և թիկունքից ուժ է գալիս, այսինքն նոր ուժեր են գալիս թիկունքից ուժը որն է, ջերմեռանդությունը, ուժը, սերը սրտից է գալիս, իսկ ապահովությունը մտքից է գալիս, սահմանագիծը, միտքն է, ուժը, զենքը գալիս է սրտից, և այդպես, երբ որ վտանգ ու
տեղաշարժ է նկատվում, տագնապ է բարձրացնում, միտքն է տագնապ բարձրացնում։ Այսինքն չար խորհուրդ մտավ մեր մտքի մեջ, արթնացիր սիրտ, սիրտը արթնանալ դա ինչ է նշանակում, ջերմերանդաղոթել, արտասուքներով, աղոթքներով, դուրս կորիր իմ մեջից, չար խորհուրդ, մի մնա իմ մեջ, չեմ ուզում քեզ։ Եվ այդպես հեռանում է մեզանից, խաղաղվում ենք, թշնամուն, մենք կարող ենք միշտ էլ վանել, որ մեր տարածք չմտնի։ Բայց եթե անտարբեր ենք, գալիս է մտնում է նախ սահմանագիծն է գրավում, հետո մտնում է սիրտ, ավերածություն է գործում։ Եվ եթե անցնի մարմին, ապա ընդհանրապես վերջին շինություններն էլ հողին կհավասարեցնի, կջնջի, կվերացնի, ի վերջո կգնա։ Բայց եթե պաշտպանություն չունենք, սահմանները, սահմանագիծը քանդված է, թիկունքում ոչ մի ուժ չկա, զենք զինամթերք չունենք, միշտ էլ կգա կավերի կործանի կգնա, կավերի կործանի կգնա, բաց դուր կլինենք մենք թշնամու համար։ Ուստի մեզ Տերը այս օրինակով սովորեցրեց, թե ինչպես հոգևոր պատերազմ պետք է մղանք։ Եվ Տերը չուզեց թագավորել այս աշխարհում, որտեղ այս աշխարհի թագավորությունը ժամանակավոր, մարմնավոր թագավորություն է, իսկ երկնային թագավորությունը հավիտենական թագավորություն է, անանց թագավորություն է։ Եվ ի վերջո Քրիստոս չէր եկել երկրի վրա թագավորելու ժամանակավոր, մարմնավոր կերպով, այլ եկել էր ընդհակառակը, ծառայելու մարդկանց, խաչվելու, մարդկանց մեղքերի թողության համար զոհաբերվելու, մարդկությունը փրկելու, եւ հետո Քրիստոս չուզեց մենակ թագավորել, ուզեց մեզ հետ թագավորել, բայց մենք չենք կարող թագավորել, որտեվ Ադամը երբ որ ստեղծվեց, արդեն իսկ թագավոր էր կենդանիների, ձկների, ամբողջ արարչության թագավորն էր կարծես, թագ ու պսակն էր պետք է իշխեր ծովերի, կենդանիների վրա։ Եվ թագավորությունը կորցրեց Ադամը։ Այժմ ադամորդիները երկրի վրա բազմացան, լցրեցին, եւ ինչպես Ադամը կորցրեց թագավորությունը, այդպես էլ մենք մեղքով կորցրեցինք մեր թագավորությունը։ Մեր թագավորությունը ո՞րն է։ Մենք ենք մեր թագավորությունը, միտքը, հոգին եւ մարմինը, հա։ Եթե մենք հստակ ենք կառավարում մեր թագավորությունը, միտքը իշխում է, հոգին եւ մարմինը ենթարկվում են, բայց միտքն էլ իմաստուն ձևով է թագավորում։ Ոչ թե հոգուն ու մարմին մղում է մեղքի, այլ մղում է դեպի արդարություն։ Ուրեմն Քրիստոս ուզեց, որ մեզ հետ թագավորի, միայնակ չթագավորի, այլ որ մենք թագավոր դառնանք եւ ինքն էլ թագավորի թագավորների վրա։ Եվ Քրիստոս դառնա թագավորների թագավորը, տերերի տերը, աստվածների աստվածը։ Այսինքն մենք ձգտենք աստվածանալ, Քրիստոսին ձգտենք, ինչպես եկեղեցու Սուրբ Հայրենն ասում, որ Քրիստոսի Սուրբ մարմինն ու արյունը երբ մեր մեջ բնակվում է, մեր մեջ դրվում է, Աստված մեր մեջ դրվում է, մենք էլ Աստծու հետ ենք հաղորդակցվում հոգեպես եւ մարմնապես։ Երբ որ բոլոր թշնամիները, անգամ մահը հաղթահարված լինի, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Քրիստոս կթագավորի մեզ վրա հավիտյան, հանդերձյալ կյանքում եւ կլինի կատարյալ թագավորությունը Տիրոջ։ Ուստի այս եւ այլ բազում պատճառներով Քրիստոս չուզեց երկրի վրա թագավորել, այլ ուզեց երկնքում թագավոր լինել եւ իր թագավորությունը ոչ թե ժամանակավոր պետք է լիներ, այլ հավիտենական պետք է լիներ։ Եվ այս թագավորությունը վաղճան չի լինի։ Եվ որակով էլ էականորեն տարբերվում է երկնային թագավորությունը, երկրավոր թագավորությունը։ Երկրավոր թագավորությունը իշխելու, տիրելու, ստրկացնելու, հարստահարելու, թալանելու վրա է հիմնված, ով որ ուժեղ է, ով որ հզոր է,
նա է տիրում մարդկանց վրա, իսկ երկնավոր թագավորությունը ճիշտ հակառակն է, խոնարհվելու, ծառայելու, օգնելու, սպասարկելու, կանգնեցնելու, սիրո վրա է հիմնված։ Քրիստոս սիրո թագավորության օրինակը տվեց, ասաց, ես ձեր մեջ մեծն եմ, բայց ձեր մեջ սպասավոր եմ։ Չկա սպասավորություն ընդունելու, այլ ինքս սպասավորելու։ Այսինքն երկնային թագավորությունը հավիտենական կյանքում արդարների եւ սուրբերի որակական տարբերություն ունի երկրավոր թագավորությունից։ Այնտեղ բոլորն են թագավորում եւ Քրիստոս է բոլորի վրա թագավոր։ Այնտեղ բոլորն են փառավորվում եւ յուրաքանչյուր մարդու փառքը բոլորի փառքն է։ Այնտեղ սերը համատարած է։ Ոչ ոք ոչ ոքի վրա չի իշխում, ստրկություն չկա։ Եվ Քրիստոս հենց այս թագավորությունը ուզեց հաստատել իր առաքյալների մեջ, երբ ասաց, որ աշխարհում մեծ են կոչվում, իշխում են նրանց վրա։ Իսկ ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Ով ուզում է թագավոր լինել, թող ձեզանից փոքր լինի, թող սպասավորը լինի, թող ուզենա ուրիշները թագավորեն, որպեսզի ինքը դառնա թագավոր։ Կարծես հակասություն լինի։ Ինչպես կարող է ուրիշները թագավորել, բայց դու թագավոր լինես։ Հենց այդ հակասության մեջ կա գեղեցկություն։ Աստվածային թագավորությունը ոչ թե տիրելու, այլ խոնարհվելու մեջ է։ Ինչպես մեր Տերն ավետանում մեկ ուրիշ տեղ ասում է, ավելի լավ է տալը, քան առնելը, որտեղ երբ որ դու տալիս ես, ավելանում է քո ունեցվածքը, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում, եթե վերցնում ես, պակասում է։ Կրկին հակասություն է թվում, թե մենք տալիս ենք, ո՞նց կարող է ավելանալ։ Իհարկե ավելանում է, որտեղ երբ որ մենք տալիս ենք, հոգով հարստանում ենք, լցվում ենք աստվածային ուրախությամբ տալու ժամանակ, բայց երբ որ վերցնում ենք, այն ժամանակ դիմացինն է հարստանում, վերցնողն է հարստանում, տվողն է հարստանում, իսկ վերցնողը կորցնում է։ Հետաքրքիր կրկին հակասություն, բայց գեղեցիկ հակասություն, որ ավելի լավ է տալը, քան վերցնելը։ Երկնային թագավորության մեջ ճիշտ այդպես է լինելու։ Բոլորը տալու են եւ ավելանալու է, վերցնելու են եւ չեն տալու։ Այսինքն մի գեղեցիկ սքանչելի թագավորություն է լինելու։ Բայց այդ թագավորությանը հասնելու համար մենք պետք է լրջորեն աշխատանք տանենք։ Ինչպես նշեցինք, մենք պետք է մտավոր պայքար մղենք։ Սուրբ Աբա Դորոթեոս Գազացին ասում է, որ միտքը 3 վիճակ ունի։ Բարձր վիճակը արդարության վիճակն է։ Այսինքն, երբ որ միտքը աղոթքի մեջ է, երբ որ միտքը Աստծո հետ զրուցում է, երբ որ մտքի մեջ հայրմերն է եւ եկեղեցու սուրբ հայրերի մյուս աղոթքներն։ Մտքի ցածր վիճակը, երբ որ միտքը գայթակղությունների, մեղքերի մեջ է, երբ որ միտքը հուսահատության, վհատության մեջ է։ Սա մտքի մեղավոր վիճակն է։ Բարձր վիճակը արդարության վիճակն է, երբ որ միտքը խաղաղ է, երբ որ միտքը օրհնության մեջ է, երբ որ միտքը թեթև է, խաղաղություն ունի եւ ամենակարևորը մաքրություն ունի։ Ստորին վիճակը, երբ որ միտքը հուսահատության, գայթակղությունների մեջ է, բայց կա ավելի մեծ մի լայն ու ծավալուն վիճակ մտքի, որ ոչ մեղք է, ոչ էլ արդարություն է։ Երբ որ միտքը զբաղված է ուղղակի, զբաղված է ինչով, առօրյական իր հոգսերով, իր մտատանջություններով, իրեն հուզող հարցերով, դերևս չի չել ներքին վիճակ, այսինքն դերևս չի հուսահատություն, մտահոգություն, վիշտ չի դարձել իր մտածումը, միջին վիճակում է, բայց վերին վիճակում էլ չի, արդարություն չէ, աղոթքի մեջ չէ,
այլ զբաղված է տարբեր տեսելոքի հոգսերով։ Ուրեմն այս վիճակը, միջին վիճակը, շատ սայթաքուն ու կեղակարծ վիճակ է, այսինքն հաստատուն վիճակ չէ։ Եթե մենք միջիչ երկար մտածենք մեր հոգսերի մասին, մեր խնդիրները շատ տանկ առնենք, ապա ընկնելու ենք հուսահատության մեջ։ Եթե մենք մի քիչ երկար հիանանք մեղքի գայթակղությամբ, ապա մեր սրտի մեջ ցանկություն է ծնվելու։ Ինչպես Քրիստոս է ասում, թե տեսար, բայց տեսնելը բավարար չէ։ Եվ սրտիդ մեջ ցանկացար, երկար մտածեցիր տեսածիդ մասին, հասունացիր այդ տեսածը եւ դարձիր ցանկություն, մեղք, անժամանակ մտավոր այդ միջին վիճակը ընկավ ստորին վիճակ։ Մտածումը դարձավ մեղք գայթակղություն։ Ուրեմն այդ միջին վիճակում մենք երկար չպետք է մնանք։ Ինչու՞։ Որտեւ մտածելով ոչ մի հարց չենք կարող լուծել, վստահաբար։ Ոչ մի հարց դու մտածելով չես կարող լուծել։ Եվ գայթակղությունն էլ արագ պետք է վանենք մեզանից, որտեվ դրա մեջ գեղեցկություն չկա։ Մենք շատ անգամ ասում ենք, թե սրա մեջ մեղք չկա։ Սրա մեջ գեղեցկություն է, բայց երբ որ երկար ենք մնում այդ վիճակի մեջ, այդ թվացյալ, կարծեցյալ, չակերտավոր գեղեցկություն դառնում է մեզ համար մեղք, հա? Ուրեմն մենք պետք է այդ միջին վիճակում երկար չմնանք, արագ բարձրանանք վերին վիճակ, հա? Անկամ գիտնականները, անկամ իմաստունները, երբ որ ուզում են մի գյուտ կամ հայտնագործություն անեն, էլի երկար չեն կարողանում մտածել, հոգնում է միտքը մտածելուց, բայց նրանք օգտակար են մտածում, չէ՞, գյուտ են անում, հայտնագործություն, բայց մեր մտածելը օգուտ է, անօգուտ մտածում է, դա ուղղակի տանում է հուսահատության։ Հետո ամեն մարդ չէ, որ կարող է մտածել, մտածելու համար էլ իմաստություն է պետք է մենք ճիշտ ձևով մտածենք, մտածելու կարողություն պետք է իմանանք, պետք է սովորենք քրիստոնեաբար մտածել, այսինքն, ինչ որ հարցեր, խնդիրներ մեր մեջ երբ որ լինում են, մենք պետք է քրիստոնեաբար այդ հարցերը մեր մեջ լուծենք, եթե մտածելով ենք ուզում լուծել, որը շատ ավելի դժվար է, քան աղոթելով հարցերը լուծելը, հա? Եթե ուզում ենք մտածելով ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել մեր մեջ, ապա մենք ուժեղ կամք, ամուր հոգի եւ քրիստոնեական մտածելակերպ պետք է ունենանք, որպեսզի մտածելով մեր մտքում ծնված հարցերի պատասխանները գտնենք, հստակ լուծումներ տանք մեր մտքի մեջ եւ այդ միջին վիճակից բարձրանանք բարձր վիճակ։ Բայց որը շատ դժվար է։ Ավելի հեշտ ճանապարհ է, երբ որ տեսնում ենք ինչ որ անլուծելի հարց է մեր մտքում ծնվում, խնդիր է, որ կնճռոտ է, անմիջապես թողնում ենք այդ մտածումը, տեսնում ենք, որ մեզ հուսահատության է տանելու, տեսնում ենք, որ մենք վշտանալու ենք, տանջվելու ենք, չարչարվելու ենք, թողնում ենք, այդ հարցը մերը չի։ Ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, վաղվա օրվա մասին հոգս մի արեք, այսօրվա հոգսը բավ է օրվա համար։ Չի ասում մի մտածեք, այլ ասում է մի մտահոգվեք, դրանք տարբեր են։ Կարող ես մտածել, եթե կարող ես մտածել, եթե ընդունակ ես, եթե գիտես դու ճիշտ ձևով մտածել, հարցերին լուծում տար քրիստոնեաբար, այո, մտածիր հարցերի լուծում տուր, բայց երբ որ երկարում ես քո մտածումների մեջ եւ տեսնում ես, որ լուծումներ չես գտնում, թող մտածելը, թող մտահոգվելը, դուրս արի այդ վիճակից, բարձացի աղոթքիր, բարձրացիր վերին վիճակի, արդարության վիճակ բարձրացիր, հանձնիր Քրիստոսին քո մտածումները, քո մտահոգությունները, քո մտատանջությունները, մի տանջվիր, հոգով մի տանջվիր, բարձրացիր աղոթքի վիճակին,
արդարության, Քրիստոսի մասին մտածիր։ Ավելի լավ չի Քրիստոսի մասին մտածենք, քան թե կովերի, անասունների, առևտրի, բիզնեսի մասին մտածենք։ Ավելի լավ Քրիստոսի մասին մտածենք։ Սա ավելի օգտակար է։ Ուրեմն, բայց նաև պետք է այս հանգամանքը մեր մեջ ճշտենք, թե որն է բարի միտքը, բարի խորհուրդը կամ այլ կերպ ասած աստվածային խորհուրդը եւ որն է չարի խորհուրդը, մեղավոր խորհուրդը, միտքը, հա? Պետք է հենց սկզբից ասել, որ աստվածային խորհուրդը, միտքը դա իրականում միտք չէ, այլ ապրում է, այլ ծնունդ է, երկունք է։ Իսկ չարի խորհուրդը, չարի մտածումը միտք է։ Փորձեմ ասածս ավելի պարզեցնել, հասկացնել ձեզ, բացատրել։ Շատ անգամ մարդիկ հարցնում են, թե մեր մտքում ծնված խորհուրդներ կան, ինչպես զանազանենք, ինչպես տարբերենք, որն է Աստծուց եւ որը Աստծուց չէ։ Մետաքրքիր ասվածված կա, որ ասում են պղտոր ջրում սատանաներ են միայն լինում, հա? Այսինքն, երբ որ մեր միտքը պղտոր է, պղտոր ջուր է այնտեղ, խորհուրդների շփոթմունք է, մտքերի տարուբերում է, անորոշություն է, ալեկոծություն է, այնտեղ չեն կարող բարի խորհուրդներ լինել եւ անգամ եթե լինել, մենք չենք կարող տարբերել։ Ուստի մենք պետք է այդ պղտոր ջուրը խաղաղեցնենք։ Սատանան անընդհատ ալեկոծում է մեր մտքի ծովը, ինչպես Մեսրոպ Մաշտոսյան ասում, ծով կենցաղույս հանապաս զիս ալեկոծե, մրրկյալ թշնամին ինձ կորուսանե։ Այսինքն այս աշխարհի ալեկոծությունը մեզ միշտ ալեկոծում է, սատանան էլ մեզ միշտ խաբում է մտավոր պայքարով, միշտ խառնում է մեր միտքը, անընդհատ տարբեր մտածումներ, խորհուրդներ բերում է մեր մտքի մեջ շփոթմունք է առաջացնում եւ այդ իրավիճակում մեծ կասկածելի թվացյալ բարի խորհուրդներ է տալիս, իբրև թե ինքը ուզում է մեզ դուրս հանել այդ մոլորությունից, այդ խառնված վիճակից ուզում է ինքը մեզ դուրս հանել, բայց իրականում ինքն է խառնել եւ ինքը ինչպես պետք է հանի, խափում է մեզ։ Սկզբում ալեկոծում է, որպեսզի մենք չճանաչենք իր մուտքը, հետո ինքը իբրև թե ուզում է մեզ հանել, բայց աստվածային միտք է։ Դու սրանով միջոցով դուրս արի, ոչ, չի կարող այդպիսի բան լինել։ Չար, պղտոր, ջրերում միայն չարերն են լինում։ Չի կարող այնտեղ աստվածային խորհուրդ լինել։ Պղտոր մտքի մեջ աստվածային խորհուրդ չի լինում։ Հիմա հասկանանք որտեղ է այդ աստվածային խորհուրդը եւ ինչպես է ծնվում։ Մենք առաջնահերթ պետք է սանձենք, մաքրենք աղոթքով մեր միտքը։ Այսինքն ջերմերանդորեն եւ երկարատև պետք է աղոթք անենք։ Այնքան պետք է աղոթենք, որ միտքը մաքրվի ամբողջովին։ Եթե ջուրը ալեկոծվում է, տիղ մտակից դուրս է գալիս, հա, ջրի տակից տիղը դուրս է գալիս, եւ ամբողջ ջուրը պղտորվում է, անմիջապես չի խաղաղվում ջուրը, այլ պետք է նստի, նստվածք տա եւ նոր խաղաղվի, պրծնի, ալեկոծությունը վերանա, մաքրվի, այսինքն մեր միտքը պարզվի, այն ժամանակ հնարավոր է հոգևոր խորհուրդների ծնունդ, բայց որտեղից, ոչ թե մտքից, չէ, մտքից չեն ծնվում հոգևոր խորհուրդները, այլ ծնվում են հոգուց,
Հոգևոր խորհուրդները դրանք խորհուրդներ չեն իրականում, այլ ապրումներ են։ Ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, մի դուր եկնել եւ չծնել, ամպել եւ չանձրևել։ Հոգևոր ծնունդը երկունքով է լինում, սրտից է հոգից է լինում։ Մենք սրտի մեջ առանց մտքի, առանց մտածումի սեր է մեր մեջ առաջանում, կամ կարոտ է առաջանում, կամ փափագ է առաջանում, կամ զղջում է առաջանում, կամ գութ է առաջանում, մեր սրտի մեջ է այդ ապրումը, զգացումը, հստակ է սա, տարբերվում է մտքից։ Օրինակ, կարոտում ենք Քրիստոսի։ Երկար ժամանակ Քրիստոսի կենդանի սերը, ասենք, չի եղել մեր սրտում։ Կարոտում ենք, որ մեր սրտի մեջ սեր առաջանա, որ մենք այնպիսի ջերմերան դաղուտ կանենք, որ արտասվենք, որ մխիթանենք, որ թեթևանանք։ Այսինքն սրտից հոգուց բխում են պորտկումներ։ Տեսել եք ինչպես այն ժայռերը, որտեղ եռ կա, այն բլուրները, որտեղ ժայթքում կա, հրաբուխ կա, ջերմանում է, տաքանում է, տաքանում է, տաքանում է ու պորտկում է։ Ճիշտ այդպես էլ մեր հոգու սրտու միջով պետք է եռ լինի, պետք է հրաբուխ լինի, պետք է տաքանա, ջերմանա, ջերմանա եւ պորտկա, դուրս գա, խաղաղություն լինի։ Այն ժամանակ մենք հստակ կտեսնենք, որ մեր միջից ծնված ապրումը, զգացումը, Քրիստոսի հիշողությունը, զղջման արտասուքը, որը մեզ մաքրեց, որը մեզ խաղացրեց, թեթևացրեց, էականորեն տարբերվում է մեր մտքի պղտորությունից, մեր մտքի շփոթմունքից էականորեն տարբերվում է, ընդհանրապես կապել չունի, եւ մենք հասկանում ենք, որ մենք ուրիշ տեղ ենք փնտրում ճշմարտությունը, մտքի մեջ ենք փնտրում, բայց ուրիշ տեղ գտանք, հոգու մեջ գտանք։ Ուրեմն մենք պետք է ինչ անենք։ Ամեն ջիք ու ջան գործադրենք միտքը խաղացնելու համար, մաքրելու համար, որպեսզի թույլ տանք մեր հոգին գործի, մեր սիրտը այրվի, ջերմանա, լցվի ու հրաբուխ տեղ ունենա, երկնենք և ծնենք, ամպենք և անձրևենք։ Այսպես ներդաշնակություն ու խաղաղություն պետք է լինի մեր մեջ։ Բայց պատերազմը, պայքարը երբեք չի դադարում, շարունակվում է պատերազմը, պայքարը։ Եվ մենք նույն պրոցեսը պետք է անենք, կրկին դիրքապահներ պետք է դնենք մտքի մեջ, պետք է պահենք սահմանը, պետք է հետախույզներ ուղարկենք, չթողնենք, որ թշնամին գա ներս մեր մեջ մտնի, մեզ չտանջի, չալեկոծի, եւ երկրորդ անգամ, երբ որ մենք արդեն փորձառություն ենք ունեցել պատերազմելու թշնամու դեմ, երբ որ մեր մեջ էր մտնելու, նրան վռնդելու, հեռացնելու, մաքրելու, արդեն հին սխալները չպետք է կընտրենք, հիմար չպետք է լինենք, չպետք է կրկնենք հին սխալները, այսինքն ինչ է նշանակում հին սխալները չկրկնել։ Նշանակում է արթուն դիրքապահներ դնել, լավ հետախոզություն կատարել։ Արթուն դիրքապահները որոնք են։ Աղոթքի խոսքերն են։ Այսինքն մենք պետք է սովորենք արթուն աղոթել։ Արթուն աղոթք անել, մտքով անգիր իմանալ աղոթքներ։ Մտքով փորձենք միշտ աղոթքի մեջ լինել։ Աղոթքի խոսքերը դրանք մեր դիրքապահ զինվորներն են։ Մենք մեր դիրքապահ զինվորներին յուրաքանչյուրին պետք է անձնապես ճանաչենք։ Իր բնավորության գիծը, իր կյանքի պատմությունը, իր
ազգային պատկանելությունը եւ միշտ հաղորդակցության մեջ պետք է լինենք մեր դիրքապահ զինվորների հետ։ Այսինքն, մեր մտքի աղոթքները մենք պետք է ապրումներով ծնված լինեն։ Ինչ-որ աղոթք մենք որ անում ենք, մենք այդ աղոթքը միայն բառեր չպետք է լինեն, այլ աղոթքի այդ զգացումներ պետք է ծնվեն, այսինքն որտեղ այդ աղոթքները երկունքով են ծնվել։ Դիրքապահ զինվորները հենց այդ հալոցքից, այդ հրաբուխից ծնված կապարե զինվորներն են։ Թրծված, ամուր, հզոր զինվորներն են, ինչպես Նարեկացին ասում է, ամեն մի տող արտասուքով եմ գրել։ Նարեկացու ամեն մի աղոթքի տողը դա մի հզոր զենք է ու զինվոր է, դիրքապահ զինվոր է, կանգնած սահմանին։ Այդպես էլ մեր զինվորներին մենք լավ պետք է ճանաչենք եւ այդ մենք անընդհատ շփման մեջ լինենք մեր զինվորների հետ, այսինքն մեր աղոթքի խոսքերը միշտ մեր մտքի սահմանին կանգնած լինեն եւ մենք էլ միշտ հաղորդակցության կապի մեջ լինենք, ասենք թշնամին խոչ եկավ, հետո լավ հետախուզեցիր, նայեցիր ամեն ինչ։ Անժամանակ օտարներին անմիջապես ճանաչելու ենք, մերոնք հայեր են։ Օտարը ինչ ազգի ասես կլինի, սևամորթ էլ կլինի, դեղնամորթ էլ կլինի, կարմրամորթ էլ կլինի, ինչ ազգի ինչ գույնի ասես կլինի, թշնամին, մերը հայեր են, մերոնք հական են, այսինքն մեր աղոթքի խոսքերը մենք պետք է մերը լինի, մենք պետք է ճանաչենք ու հարազատ դարձնենք մեզ, մեր զավակների նման պետք է, մեր երեխաները պետք է լինեն մեր սահմանապահները, օտարին ինչպես կանգնեցնենք սահմանապահ զինվոր, օտարը մեր մասին պիտի մտածի, ոչ, հենց ուզում է, որ նա սահմանապահ զինվոր դառնի, որ մտնի թալանի, քանդի ավերի գնա, այսինքն մենք պետք է այնքան աղոթենք, ոչ միայն պետք է աղոթենք, այլ այդ աղոթքի խոսքերը մեզ համար հարազատ, քաղցր եւ ցանկալի ու տենչալի պետք է լինեն։ Դրանք պետք է դառնան մեր զավակները, որ պատրաստ պետք է լինեն մեզ համար, մեր հայրենիքի, այսինքն մեր ներաշխարհի համար զոհաբերվելու։ Եվ դրանց պետք է ուղարկենք սահմանապահ մեր գծերը պահելու։ Նրանք էլ մեզ պետք է տեղեկացնեն, միշտ կապի մեջ լինենք, որ հանկարծ օտար մեկը չգա, հայերեն չի խոսում, ուրեմն թշնամի է, հայերեն խոսելը որն է, եթե աղոթքի խոսք չի, և աղոթքի բառեր չեն, նարեկացի չի, շնորհալի չի, սուրբ գիրքը չի, հայրմերը չի, ուրեմն օտար է, ինչ ուզում է լինի, ամենագեղեցիկ զգացումը ապրումը, որ աղոթք չի, որ Քրիստոսի անունով չի, ուրեմն օտար է, մեր լեզուն հայերենն է, հայերեն դա աղոթքի լեզուն է, ուրիշ լեզու մեր լեզուն չի, մենք չենք ուզում օտար դիրքապահներ, որոնք իրականում դիրքապահ չեն, այլ թշնամու հետախուզներն են, որ եկել են մեր թիկունքը մտնելու, մեզ քանդելու, ավերելու։ Ամբողջացնենք մեր խոսքը։ Մենք պետք է մեր սահմանները ամուր պահենք, մտավոր սահմանները, դիրքապահները պետք է հայեր լինեն, մեր միջից, մեր ապրումների, մեր զգացումներից, մեր քրիստոնեական երկունքից ծնված մեր զավակները պետք է լինեն, այսինքն աղոթքի խոսքերը մենք պետք է երկունքով ծնենք ու դարձնենք դիրքապահ զինվոր եւ միշտ կապի մեջ լինենք դիրքապահ զինվորների հետ, որ հանկարծ թշնամին մուտք չգործի եւ ճանաչենք անմիջապես թշնամիներին։ Տեսնես այս չինացին ինչ գործին էստեղ։ Այս սևամորթես եթովպացին ինչ գործ ունի իմ սահմանի վրա։ Սա բարի նպատակով չի եղել, դուրս գնա, կորի։ Եվ այսպես մենք կհաջողենք մեր ընթացքը։ Ի վերջո, երբ որ
երկար փորձառություն ունենանք հոգևոր կյանքի, մեր սահմանները ամուր պահենք եւ թշնամին փախչի մեր սահմաններից, այն ժամանակ հարաբերական խաղաղություն կունենանք եւ որքան որ արթուն լինենք, այնքան խաղաղ կլինենք, որքան որ քնենք, այնքան թշնամին կգա, կմտնի մեր սահմանը կավերի։ Ուրեմն ես մաղթում եմ մեր քրիստոնյա քույրերին, եղբայրներ, երկնային խաղաղություն։